Սիրելի հարգելի եկեղեցականներ։ Ինքը սա էս արհեստական օրակարգ չի։ Սա իր օրակարգն է։ Սա բնավ արհեստական դուք նորից այդ մակերեսային նայելու հետևանքը կամ պրոստը հարցից խուսափելու բան։ Ինքը չի ուզում խոսա իրոք սրբազանների կուսակրոնության թեմայով, ձեզ չի ներքաշում դրա մեջ։ Ինքը եկեղեցին քանդում է։ Ինքը գնում է ձեզ քանդելու։ Հիմա գիտեք ինչ է ալնելու։ Ես ուզում եմ Ուկրաինայի հետ անալոգիան անել, որտեվ Ալեքսն էլ էր Բուշկո գրում, մենք էս քննարկեցինք միջևս։ Ինչ եղավ Ուկրաինայում։ Զիլենսկին ու Նիկոլը գիտեք, չէ, շատ նման են իրար շատ հարցերում։ Գոնե ինստրուկտորների հարցում են նման կամ նվազագույն օգնություն տվողների։ Զիլենսկին այսպես մտավ ռուսական ուղղափառ եկեղեցի։ Բարոյա լքեց, սարքեց ռուս բաներին, 14 թվից իդեպ ճիշտ ասում Ալեքսը։ Վերջում ինչ արեց։ Կիսեց այդ եկեղեցին, գտավ դրանց մեջից մարդիկ, որոնք պատրաստ էին ասել, որ կա ուկրաինական ուղղափառ եկեղեցի, մենք համայն Ռուսիո պատրիարք Սուրբ Կիրիլի հետ կապ չունենք, ու սկսեց եկեղեցիները ռեյդերսկի խլել։ Գիտեք ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը։ Այսօրվա պես հիշեք խոսքս։ Ես հիմա ասում եմ, հիշեք խոսքս այսօրվա պես։ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս սցենարով։ Այ եկեղեցու այսենց այս կոչերը, բաները, այս չենք մտնում եւ այլնների ֆոնին, մի քանի եպիսկոպոս է ճարելու, կամ ներսից կամ դրսից էական չի, որոնք դուրս են գալու են ինչ որ արհեստական այսօր համարում եկեղեցին, որ ասում արհեստական օրակարգեր է։ Դուրս են գալու դրսից, այդ օրակարգի արհեստականությունը լրիվ բնականացնելու են, ելույթներ են ունենալու, ձևավորելու են շարժում, ու հայ առաքելական եկեղեցին կիսվելու է մասերի։ Այդ անելու Նիկոլ, խլելու է հերթով բոլոր եկեղեցիները։ Գնալու է խլեշը անելու եթերով հոգևոր հորը ոչ մի պատասխան չի լինելու, ոչ գնելին բռնելու են խուլիգանության համար կֆուր տալու, ոչ էլ առավել եւս ինչ որ մի բան լինելու է գնելի հետ։ Գնելը նորից ծխելով իր այն կեղտոտ ավտոն քշելով մանագալու քաղաքում։ Նիկոլը անելու է Ուկրաինայի սցենարը։ Հելնելու են եպիսկոպոսներ, անկախ ինքը դա կանի թե չի անի։ Խոսալու են օրինակ Էլբեկ Քարամյանը, օրինակ, հա։ Հելնելու ասի աղբեր, ես մարդը ճիշտ է ասում, մեր եկեղեցում կան sense բարքեր։ Եվ ես սա համարում եմ, եսիմինչ։ Եկեղեցի պարակտելու է, բրատ։ Ու գնալու է արդեն եկեղեցու գրոհներ։ Գրոհելու են, այս մի եկեղեցին են վերցնելու, անջատվելու է կոտայքի թեմը, այդ թեմը դառնալու է առանձին եկեղեցի։ Դու կտենաս ինչ է անելու։ Եթե քո ասածը կա, եկեղեցին իրականում sense է, եկեղեցին մասնատելու է Նիկոլը։ Ամենայն հայոց վեհապարը շատ կարճ ժամանակ հետո այլևս չի լինելու վեհապար հայրապետ։ Այսօրվա լրության համար չի լինելու Վազգեն։ Հիշի խոսքս։ Ես սա ասում եմ այս 2000-անոց լսարանի առաջ, ես 100% վստահ եմ Նիկոլը դա է անելու։ Նիկոլը գնալու է եկեղեցին պոլնիկ հանդել։ Դե նա ես ինչ եմ տես մտածում։